Կրակոցներ Մովսեսում ադրբեջանական ուժերը ինտենսիվ կրակել են Տավուշի սահմանի ուղղությամբ։ Աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումները, որոնցից զերծ չի մնա տարածաշրջանը, ինչ սպասել Պուտինի այցից Իրան։ Կիև-Մոսկվա ուղիղ բանակցությունների հնարավորություն Ստամբուլում, արդյոք կկայանա Պուտին-Զելենսկի դեմ առ դեմ հանդիպումը։ Ամենօր ձերբակալություններ, անհամաչափ կալանավորումներ, հակակոռուպցիոնի ղեկավարն արդարացել է, համատարած կալանավորումներ չկան։ Որքան կծանրանա ընտանիքի բեռը առողջության համընդհանուր ապահովագրումից հետո, համակարգը պատրաստ է գործարկման նախարարի պնդումը։ Կրթությունից աշխատանք, մեկ քայլ, ապագա հիմնադրամի ծրագիրը բարձր առաջադիմությամբ ուսանողների համար։ Բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան առջև, ինչու են կոնյակով լի բեռնատարները շաբաթներով մնում սահմանին։ Ջրախեղդին գտել է Նախորյանի ջրամբարում, Նահոր հետ Սմավերթի լիճ էր գնացել անզգուշաբար սայթաքել։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Եվ այսպես սահմանային կրակոցներ Մովսես գյուղում այսօր առավոտյան ադրբեջանական կողմից ինտենսիվ կրակոցներ են եղել, բնակիչներն են պնդում, ասում, մինչև հիմա գիշերներն էին կրակում, իսկ այսօր առավոտյան են մոտ 15-20 րոպե ինտենսիվ կրակել։ Պաշտպանության նախարարությունից մեկնաբանելով լուրը լրատվամիջոցներին ասել են, թե սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն ոչ թիրախային կրակոցներ եւ որ հրադադարի ինտենսիվ կամ նպատակային թիրախային խախտումների պարագայում հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Իշխանության ներկայացուցիչներն են անդրադարձել Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի վրա արձակված կրակոցներին։ ԿՊԸ-ական պատգամավորները համարում են, որ այդ կրակոցների նպատակներից մեկը հանրային անդորը խաթարելն է։ Միևնույն ժամանակ ԿՊԸ-ականները կոչ են անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին խուճապ չտարածել հանրության շրջանում։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի եւ չի տրվի ադրբեջանական սադրանքներին, որովհետեւ այդ կրակոցները նաեւ նպատակ են հետապնդում խաթարել հանրային անդորը մեր հասարակության մեջ։ Աշխարհաքաղաքական զարգացումները, որոնցից զերծ չի մնա մեր տարածաշրջանը, հարևան Իրանը պատրաստվում է ընդունելու Ռուսաստանի նախագահին, որին այս օրերին Թուրքիայում են սպասում։ Իդեպ մերձավոր արևելք մեկնած Սպիտակ տան ղեկավարն էլ չի հերքել Թուրքիա այցի հնարավորությունը։ Քաղաքագետները գլոբալ մեծ գործընթաց են կանխորոշում, ասում են վճռորոշ փուլ է մեկնարկում, որտեղ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի թեման վերջին տեղում չէ։ Պուտինը պատրաստվում է Թեհրան գնալ դիվանագիտական այս խառը անցուդարձի պայմաններում, երբ Կիևի հետ բառացիորեն վաղը Ստամբուլում հանդիպման խոսք է գնում, ու ընդհանուր առմամբ արևմուտքի հետ հարաբերությունները պարզելու ակտիվ երկխոսության փուլ է։ Թեհրանը սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, նախապատրաստական աշխատանքներ են տարվում, պաշտոնական Իրանն է հաստատում։ Ժամկետների ու օրակարգի մասին կողմերը լռում են։ Այն, որ 2025-ին Պուտինի այց է նախատեսված Թեհրան, դեռ ապրիլին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում բանակցություններից հետո էր ասել, որն է այցի նպատակը, կողմերը փոխադարձաբար ժամացույցներն են ստուգելու։ Քաղաքագետն է ասում, Իրանը չի կարող լուսացքում մնալ Ռուսաստան-արևմուտք հարաբերությունների այս փուլում, որովհետև բացի ռուս-ուկրաինական ճակատից այս կողմերը պարզելու այլ հարցեր ունեն։ Խնդիրը միայն Ուկրաինան չէ, Ռուսաստանի եւ արևմուտքի միջև այդ գլոբալ առճակատման մի քանի թեժ օջախներ կան, որոնցից մեկն է Իրանն է, Հարավային Կովկասը։ Ես կարծում եմ Ռուսաստանի համար կարևոր է հասկանալ, թե ինչ վերաբերմունք է ունենալու արևմուտքը միջին միջանցքի հետ կապված, Իրանի հետ կապված, կենտրոնական Ասիայի հետ կապված, ինչպիսին է լինելու Միացյալ Նահանգների վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։ Քաղաքագետը այս մեծ գործընթացի հետ է կապում նաև հայ-ադրբեջանական խաղաղության պրոցեսի դանդաղումը, պարզ է բացատրում։ Ռուսաստանի ու հավաքական արևմուտքի երկխոսությունից է կախված, ում ազդեցության գոտին կլինի Հարավային Կովկասը, եւ հետեւաբար նաև ում ձեռքին կլինի Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման ղեկը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան ոչ Ադրբեջանի իշխանությունների կամքից է կախված, ոչ էլ առավելևս Հայաստանի իշխանությունների։ Խնդիրը միայն Ուկրաինան չի, ուկրաինական բանակցությունները միայն այդ հարցը չի լուծվելու։ Այդ բանակցությունների ընթացքում մեծ հաշվով որոշվելու է Ռուսաստանի ազդեցության գոտին։ Արդյոք Ռուսաստանի ազդեցության գոտին նախկին խորհրդային ողջ տարածքն է Մերբացյան հանրապետությունից բացի, եւ արդյոք արևմուտքը դա ընդունում է։ Եթե արևմուտքը դա ընդունում է, ուրեմն Ռուսաստանը կոշտ քայլերով վերադարձնելու է իր ազդեցության գոտի ամբողջ Հարավային Կովկասը եւ բնականաբար սկսելու է մեզանից շատ կոշտ քայլերով։ Միանշանակ ենթադրությունների համար խառը ժամանակներ են, ասում են փորձագետները, բայց նաև հավելում վճռորոշ փուլ է։
Տիգրանուհի Գուրգինյան, ժամը լրատվական։ Խաղաղության օրակարգի հարցում տեղաշարժ չկա, Բաքուն միլիմետր անգամ առաջ չի գնացել, շարունակում է նախապայմանների լեզուն բանացնել։ 17 կետերի շուրջ համաձայնությունը կա, Երևանը ստորագրության տեղն ու ժամն է ճշտում, բայց առաջընթացը ուշանում է։ Գործընթացով այսօր նաև խորհրդարանում են հետաքրքրվել, անպատասխան մնացել։ Բանակցային գործընթացի արդյունքների մասին տեղեկություն են փորձում ստանալ ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորները։ Ինչ նորություն կա խաղաղության օրակարգից, հետաքրքրվում է ազգային ժողովի Հայաստան խմբակցության ընդդիմադիր падգամավորը։ Խաղաղության օրակարգից ինչ կա։ Կա ինչ-որ բան։ Բովանդակային պատասխանը ըստ էության падգամավորը չստացավ, նորություն չլսեց։ Իսկ քաղաքագիտական համայնքից հարցնում են. բանակցային գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դանդաղում է, թե Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել։ Հռետորական հարցը քաղաքագետը կոնկրետացնում է. լավ, եթե երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի 17 կետերի շուրջ համաձայնություն կա, ինչու խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում։ Այստեղ կա նաև կառավարության կողմից օբյեկտիվ բացատրություն, որ ադրբեջանական կողմի հետ կա ջենտլմենական համաձայնություն չհանրայնացնել այդ կետերը մինչև այն չկնքվի։ Ոչ պաշտոնական ելույթներում կամ հայտարարություններում կարելի է կռահել թե 17 կետի մեջ ինչ կա, բայց կռահելը ուրիշ բան է, ում հաստատողը հանրայնացնել ուրիշ բան է։ Որքան էլ հայտարարվի, թե 17 կետերի շուրջ համաձայնություն կա, միևնույն է Ադրբեջանն իր նախապայմանն է առաջ տանելու։ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի տարածքներ պահանջել իրենից։ Ինչ է հասկանում Ադրբեջանը տարածքային պայմաններից հրաժարվել արտահայտության մեջ, իրենք դա հասկանում են սահմանադրության փոփոխություն, որտեղ կա անկախության հռչակագիր, իսկ անկախության հռչակագրում ձևակերպված է հստակ, որ Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անկախության աջակից։ Այնտեղ կա նաև երկրորդ պահանջը, որը իրականացնելուց հետո նոր միայն Հայաստանը կարող է գնալ ստորագրման, դա նորից մտնում է տարածքային պահանջից հրաժարման հասկացության մեջ, դա Մինսկի խմբի լուծարումն է։ Իսկ ընդհանրապես Հայաստանն ու Ադրբեջանը բանակցային գործընթացը երկկողմանի տետատետ են տանում առաջ, թե միջնորդավորված ուժեր կան։ Քաղաքագետ վերլուծաբանների դիտարկմամբ Թուրքիան իր կրտսեր եղբայր Ադրբեջանի մեջքին է։ Ադրբեջանի կողմից ես չգիտեմ, իհարկե կարող է լատենտ թաքուն այդ բանակցային քննարկումները գնում են, երբ ստորագրել, ինչ ստորագրել, ինչպես ստորագրել, ես ենթադրելի է, որ դա անպայման այդպես է, որտեղ երկու պետությունները այսօր ինտեգրացված են ռազմաքաղաքական առումով, բայց Հայաստանի կողմում ովքեր են, մի փոքր դժվարանում եմ ասել։ Հայաստանը միայնակ չէ այս բանակցություններում, ի նկատի ունեմ խաղաղության համաձայնագիրը Երևանի եւ Բաքվի միջև, դրա համաձայնությունը եւս Բաքուն եւս պետք է տա, եւ ընդհանուր առմամբ, քանի որ վերջին շրջանում բանակցությունների հիմնականում երկկողմ են ընթանում եւ մենք տեսնում ենք երկկողմ բանակցություններում արդյունավետություն, մենք շարունակում ենք երկկողմ աշխատել։ Ըստ քաղաքագետի մյուս կողմից Եվրամիությունն ու Ռուսաստանը այնպիսի լուրջ խնդիրների մեջ են հայտնվել, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը նրանց համար երկրորդական նշանակություն ունի։ Դա համար մենք հստակ չենք տեսնում ոչ ռուսական խիստ դիրքորոշումը պայմանագիրը կնքել չկնքելու եւ ինչ տեքստով կնքելու հարցում, ոչ էլ ես տեսնում եմ եվրոպական լիդերների հայտարարություն եւ դիրքորոշումները։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտային հարաբերությունների վերջակետը կդրվի այն ժամանակ, երբ որ Ռուսաստանն ազատվի ուկրաինական ճակատից եւ նոր հայացքով դիտարկի հետխորհրդային տարածության նախկին եւ ներկա դաշնակից պետություններին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Բաքվի բանտում հալածանքների ենթարկվող մեր հայրենակից Վիգեն Էուլչեքչյանից որևէ լուր չկա, վերջին անգամ նրա հետ կինն է խոսել հեռախոսով 2 րոպե։ Այդ 2 րոպեանոց զանգի համար ամուսինը 15 օր հացադուլ էր արել։ Բաքուն կոպտորեն խախտում է գերիների ընտանիքի հետ կապը պահելու մասին Ժնևի կոնվենցիան։ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից էլ հույս չկա, այն փակման գործընթացում է։ Արդեն 5 տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլչեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել։ 2 ամսից ավելի նրան չի թույլատրվել կապ հաստատել ընտանիքի հետ։ 15 օր հացադուլ անելուց հետո 10 օր առաջ է կինը Լինդան մի քանի րոպե խոսել ամուսնու հետ։ Դրանից հետո դարձյալ կապը կորել է։ Ինչպես է ամուսնու վիճակը, դադարեցրել է հացադուլը, թե ոչ։ Լինդան մինչև հիմա ոչինչ չգիտի։
Անակնկալի եկա, երբ զանգող հեռախոսը համարը տեսա, չգիտեի այդ համարը։ Ասացի ողջույն, Վիգենն ասաց Լինդա ես եմ, Վիգենը Բաքվից։ Ասացի ինչպես ես, կարոտել եմ քեզ, պատասխանեց, որ ինքն էլ ինձ է կարոտել, երեխաներին։ Ինձ տեղեկացրեց, որ Կարմիր խաչն իրեն վերջին անգամ 2 ամիս առաջ այցելել, բայց բազում անգամ է այնտեղ տեղեկացրել, որ ուզում է շփվել ընտանիքի հետ, մերժել են։ Դրանից հետո հացադուլ է հայտարարել 15 օր։ Հետո նոր հեռախոս են տվել, որ զանգահարի ինձ 2 րոպեով։ Հարցրի, թե ինչ է ուզում, ինչի կարիք ունի, չկարողացավ պատասխանել։ Այսքանը միայն ընտանիքը հիմա անորոշության մեջ է, ոչ մի կապ, բացարձակ լռություն։ Հայ որբերի օգնության ընկերության Բուենոս Այրեսի մասնաճյուղից էլ են ահազանգում, դիմում Կարմիր խաչին։ Հիշեցնում են, որ Ժնևի կոնվենցիան երաշխավորում է գերիների այդ իրավունքը պարբերաբար կապ պահել ընտանիքի հետ։ Բաց նամակում շեշտվում է Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մուտք գործել այն հաստատություն, որտեղ պահվում են Վիգենն ու մյուսները, իսկ կապը ընտանիքի հետ ընդհատվել է փետրվարի 21-ից։ Հաղորդակցությունից բացի ձերբակալված անձին իրավունք ունեն ստանալու անհրաժեշտ պարագաների փաթեթներ յուրաքանչյուր 6 ամիսը 1։ Կարմիր խաչի հասանելիության սահմանափակման հետևանքով ընտանիքները տառապանքների մեջ են, ստիպված օգնություն են ուղարկում վստահ չլինելով, թե արդյոք այն կհասնի հասցեատիրոջը։ Միջազգային իրավունքի մասնագետը ասում է, Ադրբեջանը հերթական անգամ մարդու իրավունքների կոպիտ խախտման է գնում։ Ինչու, որովհետև Բաքվի շահերից չի բխում թե մարդու պահման պայմանների ինքնազգացողության, թե քրեական գործերին վերաբերող ցանկացած տեղեկության արտահոսքը։ Այստեղ մի քանի իրավունքների խախտում կա, նաև եվրոպական բանտային կանոնների նորմատիվ ժողովածու կա, դրա խախտումն է, որ կառանավորի կապը ընտանիքի հետ պետք է պարբերաբար ապահովի, եւ վստահ եմ Ադրբեջանում նման օրենք կա։ Իսկ Ադրբեջանը ինչու է այդ այցելությունները մերժում, նաև կապը, որովհետև ամբողջ գործը կեղծ հիմքերի վրա է թարգմանված, վախենում է, որ այդ ինֆորմացիան դուրս կգա։ Այն, որ Ադրբեջանը տեղեկության արտահոսքից խիստ վախենում է, փաստում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունները, որոնք իբր դռնբաց են, բայց իրականում փակ ու միջազգային աչքերից հեռու։ Օտար լրատվամիջոցն ու իրավապաշտպանը այնտեղ անելիք չունի ըստ Ալիևի։ Պարզ է, որ նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունները ջրի երես կհանեն կառավարական կաբինետներում հնարված լեգենդները։ Ռուբեն Վարդյանի իր փաստաբանից հեռախոսով է շփվում, դատային դալություն տեսել եք, չէ՞։ Դա էլ է կոպիտ խախտում։ Ինքը փաստաբանի առանձնազրույցությունն է, երաշխարը, որ ոչ մեկը չի լսում։ Դե պարզ որ հեռախոսով է խոսում, դա նշանակում է վերահսկվում է նրա խոսակցությունը փաստաբանից։ Իդեպ հենց այս փետրվարից է Բաքուն ձեռնարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու գործընթացը։ Սա միակ անկախ կառույցն էր, որը կարողանում էր պարբերաբար այցելել գերիներին, ծանոթանալ նրանց վիճակին, կապ ապահովել ընտանիքների հետ։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ եք դիտելու թողարկման երկրորդ հատվածում ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Կիև-Մոսկվա ուղիղ բանակցությունների հնարավորություն Ստամբուլում, արդյոք կկայանա Պուտին-Զելենսկի դեմ առ դեմ հանդիպումը։ Ամենօր ձերբակալություններ, անհամաչափ կալանավորումներ, հակակոռուպցիոնի ղեկավարն արդարացել է, համատարած կալանավորումներ չկան։ Որքան կծանրանա ընտանիքի բեռը առողջության համընդհանուր ապահովագրումից հետո, համակարգը պատրաստ է գործարկման նախարարի պնդումը։ Կրթությունից աշխատանք մեկ քայլ, ապագա հիմնադրամի ծրագիրը բարձր առաջադիմության ուսանողների համար։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քառօրյա այցը Մերձավոր Արևելք։ Շրջագայությունը սկսվել է Սաուդյան Արաբիայից, որի գլխավոր օդանավակայանում Թրամփին դիմավորել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը։ Այցի շրջանակում Թրամփը պատրաստվում է գործարքներ կնքել Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ զենքի մատակարարման, արհեստական բանականության եւ էներգետիկայի ոլորտներում։ Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել քննարկել Ստամբուլում ուկրաինական կարգավորման շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու հարցը։ Հիշեցնեմ, նախագահ Պուտինը օրերս էր առաջարկել Կիևին Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել ուղիղ բանակցությունները, ինչին ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համաձայն է դեմ առ դեմ բանակցել Պուտինի հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Մոսկվան առավել քան լուրջ է տրամադրված ուկրաինական խնդրի տևական կարգավորման ուղիներ փնտրելու հարցում։ Հնդկաստանը եւ Պակիստանը մտադիր են առաջիկայում քննարկել զորքերը սահմաններից դուրս բերելու հարցը։ Հնդկաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է ռազմական հրամանատարների միջև ձեռք բերված միմյանց վրա չկրակելու եւ միմյանց հանդեպ ագրեսիվ եւ թշնամական գործողություններ չձեռնարկելու պայմանավորվածության մասին։ Որոշվել է բանակցությունների հաջորդ փուլում քննարկել նաեւ սահմաններին եւ առաջնագծում զորքերի կրճատման ապահովման հարցը։
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում բախումներ են եղել կառավարական զորքերի և զինված խմբավորումների միջև։ Սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը ևս 6 հոգի։ Իշխանությունները պարետային ժամ են սահմանել կոչ արել քաղաքացիների մնալ տանը։ Լիբիայում ամերիկյան դեսպանատունը հանգստության կոչ է արել Տրիպոլիում լարվածության աճի մասին լուրերի ֆոնին, միանալով ՄԱԿ-ի առաքելության երկխոսության գնալու կոչին։ Մեքսիկայում նախընտրական միջոցառման ժամանակ գնդակահարել են իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Եսենիա Լարու Գուտիերեշին, զոհվել է 5 մարդ, այդ թվում նրա դուստրը, 3 վիրավոր կա։ Սա Վերակրուզ շրջանում թեկնածուների արդեն երկրորդ նման սպանությունն է, հունիսի 1-ին նշանակված ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Վերադառնանք Հայաստան, հնչեղ ձերբակալություններ, իրար հետևից կալանավորման որոշումներ, արդյոք կալանքների այս առատությունը անհարկի չէ։ Պատգամավորներն են հետաքրքրվել ազգային ժողով եկած հակակոռուպցիոնի ղեկավարից։ Արթուր Նահապետյանը արդարացել է, համատարած կալանավորումների դեպքեր չկան, 435 ձերբակալվածից միայն 148-ին է կալանքի միջնորդություն ներկայացվել, ընդամենը 84-ինը բավարարվել։ Այն, որ վերջին մի քանի տարիներին կալանքների թիվը կտրուկ աճել է, փաստում են նաև իշխանականները։ Ապրիլի 1-ի դրությամբ ձերբակալվածների թիվը քրեակատարողական հիմնարկներում գերազանցել է դատապարտվածներինը։ Իշխանական պատգամավորներն էլ են փաստում, շատ դեպքերում դարվում է միայն ցանկալի ցուցմունք կորզելու համար։ Ստացվում է դատախազությունը, քննչական կոմիտեն եւ մյուսները ստանձնում են դատարանների դեր, զրկելով մարդուն ազատությունից։ Պատգամավորները վերջին օրերի կալանքի դեպքերն են հիշեցնում։ Բժիշկ ձերբակալվեց Գյումրիում։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարն էլ հակառակն է պնդում, թե Հայաստանում համատարած կալանավորման դեպքեր չկան։ Փաստաբանական համայնքն էլ է փաստում, որ քրեակատարողական հիմնարկներում սահմանված ժամկետից ավելի երկար են պահվում կալանավորները։ Նույնիսկ դեպքեր են եղել, երբ կալանքի մեջ սահմանված ժամկետից երկար պահված կալանավորը փորձել է ինքնասպանություն գործել։ Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ հնարավոր է խոչընդոտի քերական վարույթին, այդ թվում օրինակ վկաների վրա ազդեցություն ունենալով, այդ թվում գործի նյութերը թաքցնելով կամ ոչնչացնելով, ապա նախաքննական մարմինը այդ կալանքի միջնորդությունն է ներկայացնելու դատարան։ Հայաստանում ոչ միայն կալանքն է անհամաչափ կիրառվում, այլ նաև ոստիկաններն են անհամաչափ ուժ կիրառում, օրինակ խախտի նկատմամբ, երբեմն էլ դրանք ուղեկցվում են մարմնական ծանր վնասվածքներով, լինում են նաև մահվան դեպքեր։ Բազմաթիվ են դեպքերը, երբ առնվազն մեր հաստատության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր են արձանագրվում։ Շատերը կհիշեն մարզային ոստիկանական բաժիններից մեկում ինչպիսի բիրտ ուժ էին կիրառում քաղաքացու նկատմամբ, նրան ձերբակալած գետնին պարկեցրած ոստիկանները։ Երկու օր է ազգային ժողովի պատգամավորները իրավապահ պետական մարմինների ներկայացուցիչներից հետաքրքրվում են, թե ինչ փուլում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ իրականացված մահափորձի գործը։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո արտաքին գործերի նախարարի վրա հարձակում տեղի ունեցավ։ Արարատ Միրզոյանի աչքն էին վնասել։ Հարգելի իրավապահ համակարգի գործընկերներ, այո, 5 տարին բավականին երկար ժամկետ է, որպեսզի մինչ օրս մեր իրավապահ համակարգը սպանության փորձի մասնակիցների նույնականացման փուլում լինի, որովհետև այդ տեմպերով հավանաբար նույն ասկայից գործերով վաղեմիության ժամկետները կլրանան։ Իշխանական կողմը կրկին հպարտանում է, ընդդիմությունը սահմանադրական դատանում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը քննության առնելուց հետո պարտվել է։ Իշխանական թևն էլ անհնար է պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարը, երբ միևնույն ժամանակ ջանքեր են գործադրվում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը հակասահմանադրական ճանաչել։ Կարելի ասել ձեր վաթերլոն էր, հարգելի գործընկերներ, ես վստահեցնում եմ ձեզ, որ ու այդ վաթերլոյի հետևանքները դուք դեռ շատ երկար եք բան անելու, քաշելու, որովհետև սա անշրջելի process է։ Ընդդիմադիր պատգամավորի ձևակերպմամբ իշխանության ներկայացուցիչների կողմից կոռուպցիայի մեղադրանքը քարոզչական ֆոն է, այլապես ըստ պատգամավորի կոնկրետ մարդիկ կձերբակալվեին ու կդատվեին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ամսական նվազագույնը 13,700 դրամ կնստի յուրաքանչյուրիս վրա առողջությունը ապահովագրելու համար։ Պետությունը ուզում է անցնել առողջապահական համընդհանուր ապահովագրությանը։ Նախարարն ասում է, որակյալ բուժծառայություն ունենք, համակարգը պատրաստ է գործարկման։ Փորձագետներն էլ տարակուսում են այդ դեպքում ինչու են լուծարում առողջապահության գործակալությունը, տեղը հիմնադրամ բացում։ Նաև հաշվարկում են, թե որքան կծանրանա ընտանիքի ֆինանսական բեռը։
Փող չկա առողջապահական համընդհանուր ապահովագրությունը այս տարի էլ չներդնելու վերջին պատճառն այս մեկն էր։ Ֆիննախից էին ձևակերպել դեռ նախորդ տարվա գրեթե ավարտին, երբ խորհրդարանում 2025-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն էր քննարկվում։ Առողջապահության նախարարը չհամաձայնեց, չկիսեց այս պատճառաբանությունը, բայց մինչև փողը գտնվի, հարց առողջապահական համակարգը պատրաստ է ապահովագրության ներդրմանը։ Նախարարի կարծիքով հասանելի եւ որակյալ բուժօգնություն ունենք, խնդիրն այլ տեղ է։ Այսօր էլ Հայաստանի քաղաքացիները եւ օրեցօր աճող նաեւ օտարերկրացիները օգտվում են մեր երկրում արկա բուժ ծառայություններից։ Մեծամասամբ գոհ են մնում, բուժվում են, արդյունք են ունենում, բայց այս ծառայությունների համար վճարում են, երբ որ ստանում են այդ ծառայությունները եւ դրանք շատ ավելի թանկ են նստում մեկ քաղաքացու համար։ Այսինքն պետք է փաստենք, որ բուժ ծառայությունների ծավալը եւ որակը այսօր էլ բավարար է, բայց մենք խնդիր ունենք այդ ծառայություններից օգտվելու մասով ֆինանսական դժվարությունների պատճառով։ Մինչև առողջապահական ցուցանիշներին հասնել է, իսկ ուր մնացին ժողովրդագրական տվյալները, մասնավորապես ծնունդների եւ մահերի վիճակագրությունը, առողջապահության կազմակերպիչն է հարցնում։ Նախարար Ավանեսյանի հետ համակարծիք չէ, ասում է ապահովագրության ներդրման ապագան դեռևս մշուշոտ է ու առաջին հերթին փողը չէ խնդիրը։ Համակարգը պատրաստ չեն, համակարգը դեռ պետք է պատրաստվի։ Ծառայությունների մասով այսպես հստակ ասել, թե ծառայությունները բժշկական օգնության սպասարկման լիարժեք են, պարզապես գումար չունենք, որ գնանք սպասարկվենք, այդպես չէ, մի պարզ պատճառով, որ չունենք գնահատման գործիքներ, չունենք որակի գնահատման գործիք, չունենք նույնիսկ ամենապարզունակ բանը ասեմ, ընդհանուր հանրապետական մակարդակով պացիենտների գոհունակության ցուցանիշը ներկայացնող գոնե բարդակ։ Իսկ ով է իրականացնելու ապահովագրությունը, նախարարը հայտարարել է, թե մեր երկրի համար ամենաօպտիմալ տարբերակը պետական մեկ միասնական հիմնադրամի ստեղծումն է, որտեղ ներառված կլինեն սոցիալական բոլոր խմբերը։ Հետևապես ապահովագրական փաթեթի գինը ավելի էժան կլինի։ Փորձագետները տարակուսում են, ինչի նկատմամբ է գինն իջնելու, եթե հիմա պետական փաթեթ գոյություն չունի։ Իդեպ դեռևս քննարկումների փուլում գտնվող համապատասխան նախագծի համաձայն յուրաքանչյուր ամիս նվազագույնը 13700 դրամ ենք վճարելու այս համակարգ, բայց գինը տարեց տարի կարող է բարձրանալ, թանկանալ։ Եթե համակարգը պատրաստ է ապահովագրությանը, հարց եմ տալիս, ինչու չի անմիջապես սկսում գործընթացը ապահովագրական գործունեության, որը որ նկարագրված է հայեցակարգային փաստաթղթում, այլ դրա փոխարեն նոր միջանկյալ հիմնադրամ է ստեղծվում։ Այնուամենայնիվ չարք-չրկված այս համակարգը երբ կգործարկվի, այս հարցն այդպես էլ պատասխան չի գտնում ու շարունակում է օդում կախված մնալ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Կրթությունից հետո աշխատանք ունենալու հնարավորություն բարձր կուրսերի ուսանողների համար, նրանք ովքեր լավ են սովորում, կարող են հայտ ներկայացնել ապագա հիմնադրամի առաջարկած ծրագրին, մասնակցել մասնագիտական դասընթացների, պրակտիկա անցնել եւ 5 ամսյա ծրագրի ավարտին ստանալ հիմնական աշխատանքի առաջարկ։ Հիմնադրամը նաեւ մինչեւ 80% ուսման վարձի փոխհատուցում է տրամադրում։ Կրթությունից աշխատանք մեկ քայլ ապագա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունն է, որի նպատակն է աջակցել ուսանողներին ձեռք բերելու մասնագիտական հմտություններ եւ ապահովել նրանց զբաղվածությունը։ Փորձում ենք այսպես ամբողջական փաթեթ տրամադրել ուսանողներին, այն է տրամադրել ուսման վճարի 80%-ը, այսինքն փոխհատուցել, ուսանողներին փորձում ենք ապահովել լավագույն գործընկեր կազմակերպություններում մասնագիտական պրակտիկայով։ Բացի այդ, ունենք թոփ մենեջերներ մեր գործընկեր կազմակերպություններում, ովքեր պատրաստակամ են ապահովել մասնագիտացված դասընթացներ ուսանողներին, որից հետո լավագույն ուսանողներին ընդգրկում ենք հենց համապատասխան կառույցներում հիմնական աշխատանքի։ Ծրագրում ներառված են Հայաստանի պետական եւ հավատարմագրված բուհերի 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողները, ինչը նրանց պրակտիկայի եւ մասնագիտության վրա կենտրոնանալու հնարավորություն կտա։ Ավարտելուց հետո էլ ուսանողները կունենան աշխատանքային փորձ։ 2 տարիների ընթացքում ծրագրով աջակցել են 40 ուսանողի, որոնցից 32-ն արդեն ունեն հիմնական աշխատանք։ Բարեգործական հիմնադրամին գործընկերներ են միացել նաեւ կրթության եւ պետական գերատեսչություններից։ Մենք հանդիսանում ենք հարթակ, որտեղ որ ուսանողները կարող են իրենց կարողությունները զարգացնել եւ միևնույն ժամանակ մենք մտածում ենք մեր կադրային քաղաքականության փոփոխության մասին։ Այս փոխգործակցությունը բավականին էական արդյունքներ է տվել եւ մեր հիմնական մոտեցումը ոչ միայն մասնագիտական ուղղվածության վրա զարգացումն է, այլ նաեւ արժեքային հենքով առաջնորդվող երիտասարդների ներգրավումն է։ Մենք նախաձեռնել ենք շատ տարբեր բարեփոխումներ, տարբեր ուղղություններով,
Եվ այդ բոլոր ուղղությունների ու փոփոխությունների հիմքում շատ կարևորում ենք սոցիալական ոլորտի աշխատուժի հմտությունների զարգացումը, ապագա հիմնադրամի հետ համագործակցում ենք, որպեսզի սոցիալական աշխատողներ ներգրավեն ծրագրում, շատ հուսով ենք, որ սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն ունեցող մեր երիտասարդները կներգրավեն ծրագրում եւ նրանց հետ աշխատելով մենք կկարողանանք մեր պետական սոցիալական ծրագրերը, ծառայությունները համալրել որակյալ կադրերով։ Հնգամսյա տևողությամբ ծրագիրը ուսանողներին թույլ է տալիս ստեղծել կամուրջ ակադեմիական կրթության եւ աշխատաշուկայի միջև։ Նպաստում է մասնագիտական զարգացմանը, խթանում երիտասարդների զբաղվածությունը եւ մեծացնում գործատուների ու ապագա մասնագետների կապը։ Արդյունավետության հիմքն էլ դասընթացների պրակտիկայի եւ ֆինանսական աջակցության համադրությունն է։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Կրկին դադարմեր եթերում կվերադառնանք քիչ անց։ Բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան առջև, ինչու են կոնյակով լի բեռնատարները շաբաթներով մնում սահմանին։ Ջրախեղտին գտել է Նախորյանի ջրամբարում, նա հոր հետ սմավերթի լիճ էր գնացել անզգուշաբար սայթաքել։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Սուրճ ուզել անգլերենով, ուտելիք պատվիրել ռուսերենով։ Երևանի կենտրոնի սրճարաններում տենդենս կա, ձեզ մոտեցած մատուցողը հայերեն չի հասկանա, պատվերը օտար լեզվով կընդունի։ Զբոսաշրջիկներին գրավելու սրճարանատերերի այս մարքեթինգային քայլը տեղացիների սրտով չէ, ինչու պիտի սեփական երկրում օտար լեզվով խոսել հասկանալի լինելու համար։ Լեզվի տեսչությունը որևէ կարգավորում այստեղ չունի, չեն կարող սեփականատերերին պարտադրել, թե ում աշխատանքի ընդունում են, ում ոչ։ Սրճարանում մի բաժակ սուրճ խմելու համար առնվազն 2 լեզվի իմացություն է հարկավոր։ Հաճախորդը դիմում է հայերեն, աշխատակցից պատասխան ստանում անգլերեն կամ ռուսերեն։ Եվ սա մի երկրում, որտեղ սպասարկման ոլորտում պնդում են, թե պայքարում են բարձր որակի սպասարկման եւ հաճախորդների գոհ ճանապարհելու համար։ Մայրաքաղաքում դժգոհում են։ Դու գնում ես սրճարան ու քեզ մոտենում է օտարերկրացի մատուցող։ Հայերեն բացարձակ չի հասկանում։ Ու երբ քեզ պետք է ընդամենը մի բաժակ սուրճ պատվիրել, դու պետք է գնաս ու սովորես անգլերեն։ Բայց այս դեպքում ճիշտն է նա, որ իրենք հարմարվեն մեր լեզվին։ Ու այս վիճակը նաև հյուրանոցներում է, ինչը որ իմ կարծիքով սխալ է։ Հիմա ես եթե գնամ Փարիզ սրճարան մատուցողին կանչեմ հայերեն ասեմ ինձ սուրճ բերեք, մեկը ինքը չի հասկանա։ Նույնն էլ Մոսկվայում, մեր Հայաստանի Հանրապետության մեջ ինչու՞ է այդպես մակարդակը ցածր։ Երևույթը թեև կարող է արդարացվել միջազգային հաճախորդներին սպասարկման ցանկությամբ, սակայն հայաստանցիների մոտ այն մեծամասամբ դժգոհություններ ու անհարմարություններ է առաջացնում։ Այստեղ հարցը մնում է բաց. որտեղ է սահմանը հյուրընկալության եւ պրոֆեսիոնալիզմի միջև։ Հայերի համար սա միայն լեզվական հպարտության հարց չէ, սա նաեւ հարգանքի ու մշակութային ինքնության պահպանման խնդիրն է, ասում է մասնագետը։ Ուր է լեզվի տեսչությունը, որովհետեւ խախտվում է լեզվի մասին օրենքը։ Եթե հիմա ձեր բերած օրինակն է, դրա մեկ ապացույցն է։ Եթե նույն այդ ռեստորանում անունը դրված է օտարալեզու, ուրեմն մի զարմացեք, որ այդ ռեստորանում մատուցողը կարող է չխոսել հայերեն։ Ինչի համար է անկապությունը, որպեսզի մեր մշակութային ինքնությունը պահպանել, լեզուն իր տեղում, իր դերում դիներ։ Երևանում բազմաթիվ սրճարաններ այս հարցում դեռ չունեն հստակ մոտեցում։ Ոմանք աշխատողներից պահանջում են նվազագույն հայերեն իմացություն, մյուսները նախընտրում գունեղ արտաքինը, ժպիտն ու միջազգային լեզուն որպես առավելություն։ Տուժողը դառնում է հայ հաճախորդը, որը ստիպված է սեփական երկրում ինչ որ իրավիճակում փոխել մայրենի լեզուն։ Հարցի վերաբերյալ կարգավորումներ չկան ոչ լեզվի մասին օրենքում, ոչ էլ հարակից եւ կարգավորող ոլորտներում։ Այժմ չկա նաև համապատասխան համակարգ, որով կարող ենք ստուգել անձի հայրենի իմացության մակարդակը։ 24 թվականի ապրիլից մենք մեկնարկել ենք հայրենի ստուգման գնահատման համակարգ, որը նախատեսում ենք 2026 թվականին փորձարկել, նախատեսում ենք փուլային կարգով ներդնել 2027 թվականից հայրենի ստուգման գնահատումը, նաև կկիրառվի Հայաստան եկող միգրանտների աշխատանքի ուսուցման իրենց համար։ Հասարակության մի ստվար հատված կարծում է, որ միջազգային շփումը նաև քաղաքակրթության նշան է, բայց արդյոք քաղաքակրթությունը սկսվում է մեր լեզվին հրաժեշտ տալուց։ Մի բան հստակ է. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Սա է ուղենիշը։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Երևանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարան։ Նա մասնակցել է պետական մրցանակի նվիրված փոստային բացիկի մարման արարողությանը։ 15 տարի այս նախաձեռնության կողքին է հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Վիվան։ 1, 2, 3 եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված փոստային բացիկը մարված է։
Հատուկ ծրարի վրա պատկերված են 2024 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը ճապոնացի գիտնական Locomtech AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը։ Մենք հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունում պատվում ենք տեխնոլոգիական ոլորտում եւս մի հսկայի, այս դեպքում պարոն Հագիվարայի, ով դարձավ պետական մրցանակի դափնեկիր։ Ես վստահ եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այս մրցանակը ստացել է այս ոլորտի Օսկարի անվանում եւ մենք վստահ ենք, որ այն մարդիկ, ովքեր ստանում են այս մրցանակը, նախ Հայաստանի Հանրապետության կողմից գնահատվում է նրանց ներդրումը, բացի այդ մարդիկ կապվում են Հայաստանի հետ եւ շատ մեծ հույս ունենք, որ դրանով նաեւ իրենց ավանդն են բերում այս ոլորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Արդեն շուրջ 15 տարի մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից Վիվան այս նախաձեռնության կողքին է։ Գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն իր խոսքում շեշտում է, հավատում են, որ տեխնոլոգիաները բարելավում են կյանքը, քանի որ դրանք ոչ միայն գործիք, այլ նաև հնարավորություն են։ Արմեն Ավետիսյանը ջերմ ողջունեց գիտնական Հագիվարային, վստահություն հայտնելով, որ նրա պատմությունը ոգեշնչելու է մեր երիտասարդներին։ Վիվայի գլխավոր տնօրենը բարեմաղթեց, որ նամականիշը լինի առաջընթացի, համագործակցության եւ կայուն աճի խորհրդանիշ։ Միասին կձևավորենք տեխնոլոգիական ապագա, որտեղ Հայաստանը կլինի համաշխարհային նորարարական տնտեսության աճի շարժիչներից մեկը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ 5 միլիոն դրամ յուրաքանչյուրին, ով կարժանանա Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակին 5 անվանակարգում։ Եվ Սևանի ջրափրկարարները Ախուրյանի ջրամբարի ջրախեղտի մարմինն են հանել։ Այս եւ օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Նոր կարգ ամերիկյան վիզա ստանալու համար Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային եւ ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման եւ պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի։ Հարցազրույցի ամրագրման նախկին համակարգը մայիսի 18-ից կդադարի գործել, կայքեջն էլ հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով։ Այլ կերպ քաղաքացիներն այլևս չեն կարողանա հարցազրույցի օր ամրագրել, սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել, հարցազրույցին չներկայանալու մասին հայտ կամ հարցազրույցի ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել։ Դիմորդների համար ներկա համակարգով վճարման անդորրագիր ստանալու եւ վճարում կատարելու վերջնաժամկետը վաղն է։ Զինվոր է մահացել ծառայության ժամանակ։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Ողբերգական դեպք Շիրակում Լուսախպյուր գյուղի մոտ Ախուրյանի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել։ 35-ամյա տղամարդը հոր հետ գնացել է Սմավերդի լիճ կոչվող ջրամբար եւ ոտքը սայթաքելու հետևանքով անզգուշաբար ընկել ջրամբարը։ Դեպքի վայր են ժամանել Սևանի հատուկ ջոկատի ջրափրկարարները, որոնումների արդյունքում ջրասուզակին հաջողվել է ջրից դուրս բերել մահացածի մարմինը։ Մի խումբ բեռնափոխադրողներ ու կոնյակագործներ այսօր պաստառներով ակցիա են անցկացրել Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք ցանկացել են հանդիպել Վրաստանի դեսպանին, պարզելու թե ինչու է Ռուսաստան կամ Մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքները, հիմնականում կոնյակը, տարանցիկ երկրում Վրաստանում ստուգումների ենթարկվում։ Նրանք փորձել են պարզել, թե որն է բեռնատարներին օրերով կամ շաբաթներով պահելու, խմիչքը փորձաքննության ենթարկելու իմաստը, եթե ապրանքը Վրաստանում չի վաճառվելու։ Բողոքի մասնակիցներին ի վերջո դեսպանն ընդունել է եւ ասել, որ 2 օրվա ընթացքում իր երկրից պատասխան կստանա խնդրի մասին եւ կփոխանցի կոնյակագործներին։ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն ի նշան թատրոնի տնօրենի Էմին Թորոսյանի պաշտոնից ազատման պատրաստվում են վաղվանից գործադուլ իրականացնել։ Այդ մասին նրանք հայտնել են լրագրողների հետ հանդիպմանը։ Դերասաններից մեկի խոսքով անակնկալի են եկել, որ Էմին Թորոսյանին ազատում են թատրոնի տնօրենի պաշտոնից։ Կարծում են, թե դա անհեթեթ որոշում է։ Թատրոնի ստեղծագործական խումբը պնդում է, թե իրենց տնօրենի ազատման պատճառը հրավիրատոմսեր բաժանելն է։ Հիշեցնենք, որ այսօր Էմին Թորոսյանը հայտնել է, որ մայիսի 13-ից հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գորժ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրն ուղղված Երևանի քաղաքապետին աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ դադարեցվում է իր գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։
Եվ վերջում եղանակի մասին օդերևութաբանները հորդարատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում են կանխատեսում։ Մի դեպ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Իսկ այժմ մայրաքաղաքում եւ մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Մարագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 10-ից 14 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 15-ից 18, Լորիում 12-ից 15, Տավուշում 15-ից 17 աստիճան ջերմություն։ Արարատում եւ Արմավիրում կլինի 17-ից 20, Սյունիքի հովիտներում 20-ից 24, իսկ Սյունիքի նախալեռներում 14-ից 18 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 9-ից 11 աստիճան ջերմություն, ցերեկը 17-ից 19, երեկոյան ժամերին 12-ից 14 աստիճան ջերմություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։